Տիկին Ֆանյան, այսօր Գերագույն հոգևոր խորհրդի անդամները կանցել են հարցաքննության, ուզում հասկանալ որն է պատճառը եւ ինչու հենց այսօր։ Այսօր Գերագույն հոգևոր խորհրդի նիստն էր հերթական արգելած։ Բնականաբար մենք այս իրադարձությունը կապում ենք բացառապես Գերագույն հոգևոր խորհրդի նիստի հետ, որտեղ բոլորը ծանոթվել են այն ժամին ներկայանալու անհրաժեշտության մասին եւ ըստ էության հապճեպությունը, մենք գիտենք, որ ըստ օրենսդրության ծանոթագիրը պետք է նախապես հանձնվի 2 օր առաջ, դրանում պետք է նշվի քննչական գործողությունը, որը պլանավորվում է այդ անձի նկատմամբ եւ այլն եւ այլն։ Տվյալ պարագայում մենք ունենք նույն օրը ծանոթագրերը հապճեպ ուղարկելու գործընթաց, որի նպատակը մեր կարծիքով հերթական անգամ Գերագույն հոգևոր խորհրդի նիստը տապալելուն է միտված։ Ավելին ասեմ, ծանոթագրերը վկայի դատավարական կարգավիճակով են ուղարկված, չգիտես ինչու սրբազանները ծանոթվել են վկայի դատավարական կարգավիճակով եւ ըստ էության ոչ, նույն գործն է, այո, բայց ծանոթագրերը վկայի դատավարական կարգավիճակին են վերաբերում։ Հետևաբար նույնիսկ առավոտյան փորձում էինք բանակցել, բնականաբար պաշտպանները զբաղվածություն ունեին, վաղ առավոտյան մեզ տեղեկացնում են, որ անհրաժեշտություն կա ներկայանալու եւ այլն, բայց բնականաբար պաշտպանները աշխատանքային ծանրաբեռնվածություն ունեին եւ կոմիտեն գնաց նրան, որ արդեն ծանոթագրեր ուղարկեց բաժաններին։ Ըստ այդմ փորձելով ապահովել ներկայանալու պարտականություն այն ընթացքում, երբ որ Գերագույն հոգևոր խորհուրդը ընթանում էր նիստը, եւ բնականաբար այդ անձին չէին կարող օգնել իրենց բջջային հեռախոսներից, որպեսզի տեսնեին այդ ծանոթությունը։ Տիկին Ֆանյան, մի շարք գործեր են հարուցվում, վերջերս նաև մայրաթոռը ներքին գործերի նախարարության նկատմամբ վարչական դատարան հայց ներկայացրեց, որովհետև չէին ապահովել, որ Ստեփան Ասատրյանին եւ Արամ Այստախմազյանին հեռացնեն մայրաթոռում պատկանող տներից եւ համապատասխանաբար եկեղեցիներում չթողնեին նրանց ծառայությունը, ինչը որ ընթացնելու այսպես հաստատական գործերով մեկը մյուսի նկատմամբ ինչը կատարվում է հասարակ եւ որքանով են դրանք իրականություն։ Բնականաբար պետության միջամտությունը եկեղեցու ներքին կյանքին ամբողջությամբ ոչ լեգիտիմ գործընթաց է, որտեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հենց պետությունը ինքն է ստանձնել այդ պարտավորությունը չմիջամտելու եկեղեցու ներքին կյանքին եւ հռչակել է եկեղեցու ինքնավարության, ինքնակառավարման սկզբունքը։ Եվ մենք գիտենք, որ տարիներ շարունակ հենց այդպես է եղել։ Այսօր ունենք այնպիսի իրողություն, որ պետությունը ուղիղ մխրճվել է եկեղեցու ներքին կյանքի մեջ եւ պետությունն է փորձում որոշել ով արագածոտնի թեմի առաջնորդ լինի, ով մասացիոտնի թեմի, ով հոգևորական լինի, ով ոչ, սա բնականաբար անթույլատվելի գործընթաց է։ Սրանք տնօրինություններ են, որոնք պատկանում են միայն մեկ անձի, դա վեհապար հայրապետն է։ Հետևապես պետության այս տեսակ գործելավոճը որևէ կերպ չի կարող լինել լեգիտիմ։ Չգիտեմ ուր կհասնենք, բայց պայքարելու ենք մինչև վերջ, եկեղեցին անկոտրում է, հոգևոր դասը անկոտրում է եւ պետության այս գործելավոճը ոչ մի լավ բանի չի բերել։ Մենք տեսանք եկեղեցու մայրաթոռի վրա պատրաստվող հարձակումը ինչով ավարտվեց։ Տոտալ պարտություն է դա պետության համար, որովհետեւ ժողովուրդը կանգնեց։ Հետևապես ցանկացած նման փորձ կասեցվելու է այդ տեսակ գործողություններով եւ օրենքով սահմանված ընթացքում։ Մենք տեսնում ենք, որ ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողները մեծ ջանասիրությամբ հսկում են, պահպանում են Արմասալյանին, պահպանում, թույլ չեն տալիս լրագրողները մոտենալու հզորվանը։ Բայց երբ բանը հասավ նրան, որ իրենք պետք է կատարեն նաև մյուս պարտականություն եւ իշխեց անձանց օրենքի ուժով հեռացնեն, այդ վայրերից չկատարվեց արդյոք հրահանգը ինչու այդպես։ Ավելին ասեմ, ոստիկանությունը նաև մի շարք պաշտոնատար անձանց աջակցությամբ խոչընդոտում են նույնիսկ օրինական ծեսի իրականացման գործընթացը, օրինակ Փարինի եկեղեցու ունեցան դեպքի դեպ, Թովանավանում ունեցան դեպքի դեպ, երբ որ Խաղանան, ով պետք է այդ օրվա պատարագիչը լիներ, ցույց տվեց
Քննադատմանը անուղղակիորեն իրենց անգործությամբ մասնակցեց նաև ոստիկանությունը, Քալինի համայնքապետը, ովքեր այդտեղ իրենց ներկայությամբ ըստ էության սատարում էին, որ կարդալից եղած քահանան բարձրանա խորան եւ մատուցի ինչ-որ ծիսակարգ, որը բնականաբար չի կարող պատարակ անվանվել։ Եվ մենք ինչ իրողություն ունենք։ Իրողություն ունենք, որ ոստիկանությունը բացարձակապես չի կատարում իր գործառույթները։ Մենք այդ մասով ունենք ներկայացված հաղորդումներ, որպեսզի նախաձեռնենք իրական բարիներ։ Դեռևս ցավոք չի հաջողվում մեզ հաղթահարել այդ շեմը կոնկրետ Հովանավանքի, Թալինի եկեղեցիների հետ կապված, բայց մենք դեռևս բողոքարկման փուլերում ենք, հետևաբար այդ հարցերը բոլորը բարձրացված են համապատասխան իրավասու մարմինների առջև։ Շնորհակալ